Եվ այսպես եկեք նայենք, թե futures trading-ը ինչպես է աշխատում ու ոնց կարող եք օգտվել։ Առաջինը, որ մենք պետք է անենք, այն է գալիս ենք balance։ Հասկանում ենք մեր գումարները որ հատվածում է, ստեղ կտեսնենք, որ spot-այնում է, մենք պետք է տեղափոխենք futures, okay? Spot-ից դեպի futures։ Ամբողջականը տեղափոխում ենք եւ այստեղ spot-ում արդեն 0 գումար է, futures-ում 8.93։ Funding ունենք 0, earn account 0։ Սա հիմնականում նրա համար է նախատեսված, այս earn-ը, որ գումար տեղադրեք եւ տարեկան ինչ-որ եկամտաբերություն ունենաք։ Մինչև $100 մի տարվա մեջ կրկնակի ձեզ տալիս են, հետո արդեն 2 քանի տոկոսը ցածր է, բայց դա է։ Հիմա հասկացանք, տեղափոխեցինք spot-ից futures, հիշեք մի բան, որ եթե futures եք trade անում ու ոնց որ շատ դեպքերում է պատահում 0 անում այդ futures-ային հաշիվը, որովհետև սխալ գործարք եք բացել եւ այլն, futures-ային հաշիվը ընդհանրապես կապ չունի spot-ի հետ, որովհետև եթե ենթադրենք $1000 futures-ում ունեք, $1000 spot-ում ունեք, եթե futures-ը պարզապես ոչնչանում է, որովհետև տեղյակ չեք ոնց գործարք անեք, ոնց trade անեք եւ այլն, spot-ի $1000-ին ոչինչ չի լինելու, մենակ futures-ային $1000-ն է լինելու։ Ինչքան էլ նույն հաշվի համարի մեջ է, նույն հաշվի մեջ է, իրանք տարբեր ուրեմն account-ներ են։ Դա նկատի ունեցեք։ Հիմա futures, երբ որ ուզում ենք trade անենք, այստեղ ունենք USDT M futures, ունենք demo trading, այսինքն սա կարող եք առանց որևէ գումարի պարզապես մտնել փորձարկումներ անել, կարդալ ուրեմն futures-ի մասին, ինչպես նաև այստեղ կա edge, որտեղ որ ցույց է տալի top trader-ները, թե ինչքան փաստացի volume են արել, ոչ թե փող են աշխատել։ 150 միլիոնի ինչ որ trading է մեկը արել, մեկը 123 միլիոնի, 83 միլիոնի։ Գժական թվեր են, բայց դա մեզ չի ուզում։ Եկեք գնանք ուրեմն գրաֆիկական զոնա, trade-ի զոնա, որտեղ որ ամբողջ գործողություններ տեղի ունեն։ Առաջի ու ամենակարևոր բաներից մեկն այն է, որ այստեղ մենք կարողանանք հասկանալ ինչ գրաֆիկայով ենք ուզում աշխատենք։ Սա մի փոքր էսկոմ դնենք։ Այստեղ ձախ վերևը տեսնեք BTC, USDT ու այստեղ ներքև ենք իջնում տոննայով ուրեմն coin-եր կան։ Որպեսզի հեշտ լինի մեզ համար, մենք կարող ենք իրենց տարանջատել ըստ միմերի, stock-ի, Solana-ի, միգուցե gold, այսինքն ոսկի կամ արծաթ։ Այստեղ all-ը կա ու տեսեք, եթե նախընտրած ինչ-որ coin-եր ունեք, մենք կարանք նախընտրած coin-երը դնենք, այստեղ աստղի կա, ավելացնենք favorites-ի մեջ, okay, ու այստեղ այս աստղիկի մեջ, երբ որ գնանք, կտեսնենք, որ մեր նախընտրած coin-երը այստեղ են եւ կտեսնեք այստեղ աջ կողմը կա գրած, որ մինչև 400x կարող եք գործարքի մտնել, ոչ բոլոր coin-երի վրա է իհարկե այդ քանակը x-երի լինելու, բայց top coin-երի վրա այդ հնարավորությունը UX-ը տալիս է։ Հիմա ենթադրենք Bitcoin cash-ն ենք բանարել, վերցրել եւ ուզում ենք գործարք բացել, ինչ ենք անում։ Այստեղ մենք կարող ենք շատ արագ գործարք բացել, տեսեք 25%, 50%, 100% եւ այլն, միանգամից կլիկ ենք անում, ինքը ավտոմատ բացում է։ Եթե մեզ շտապ պետքա գործարք բացել, այդ տրամաբանությամբ մենք կարող ենք սա օգտագործել։ Ես չեմ օգտագործում, հենց որ ջնջենք։ Այստեղ order book-ն է, որտեղ որ մենք տեսնում ենք տարբեր գների
սահմաններում ինչքան Bitcoin cash կա, որ վաճառվում է կամ ուզում են գնեն։ Okay, սա հիմնականում լինում է, որ limit-ային օրդերներն են, ու այստեղ ներքևինը արդեն երբ որ գործարքները տեղի ունենում։ Անցնենք առաջ։ Այստեղ շատ կարևոր բան այն է, որ տեսնում եք, այստեղ ունենք cross combined, cross կամ isolated կամ իզոլացված։ Եվ cross-ը նշանակում է, որ եթե մենք cross-ով ենք աշխատում, եթե $100 ունենք futures-ային հաշվին, այդ $100 ինքը ոնց որ օգտագործելու է։ Եթե isolated ենք դնում, ինքը ապա այդ $100 չի օգտագործելու, $100 ինչ որ կտոր է օգտագործելու, դրա համար պետքա միշտ զգույշ լինեք, որ կարող է իզոլացվածի դեպքում փակի ձեր գործարքը շատ ավելի շուտ, ձեր մարժան ավելի փոքր լինի, քան եթե cross-ով եք աշխատում։ Ես cross-ով եմ հիմնականում աշխատում, բայց միշտ stop loss-եր եմ օգտագործում, որպեսզի խնդիր չունենամ։ Հետո, այստեղ մենք ունենք երկու տարբերակ, որ երբ որ գործարք ենք բացում, երբ որ գործարք ենք փակում, չնայած փակելը այստեղ ներքևը ավելի հեշտ է լինելու, հեսա ցույց կտամ։ Այս վիդեոն մի փոքր երկար կարա լինի, որտեվ լիքը կոմպոնենտներ կա ու պետք է հասկանանք։ Ինչպես որ spot, այնպես էլ futures-ի մեջ ունենք limit-ային order, որ մենք ընտրում ենք, օրինակ 466 է, ճիշտ է։ Ես ուզում եմ օրինակ 400 լինի, ուզում եմ օրինակ, չգիտեմ, 50% առնեմ, ինչ որ x թիվ close-ով է, դրա համար բան չնա։ 50%-ով առնեմ, որը որ 4 քանի դոլար է լինելու իմ ծախսը եւ կարող եմ առնել կամ վաճառել։ Այստեղ մոռացա եւս մի շատ կարևոր կտորի մասին խոսելը, որը որ այս leverage-ն է, այսինքն x-երը, քանի x-ով եք ուզում դուք աշխատեք։ Ինչքան շատ x օգտագործեք, այնքան ռիսկը շատանում է։ Եթե մեծ թիվ եք ուզում օգտագործեք։ Ես սովորաբար 10-ից 20x եմ օգտագործում ու ինչ է սա նշանակում, որ եթե օրինակ ես ուզում եմ շուկայական առնել կամ վաճառել, այս պարագայում կարող ենք դիտարկել, որ ես ուզում եմ օրինակ, չգիտեմ, կեսը, որը որ երբեք խորհուրդ չեմ տա, բայց զուտ, քանի որ գումարը քիչ է, դուք տեսնեք, որ այստեղ ունենք liquidation, հա, liquidation-ը նշանակում է, եթե ես առնում եմ այս գումարով, այս x-երով եւ այլն, նշանակում է, որ $415, 464-ից, եթե հանկարծ շուկան ընկավ, իմ գործարքը ավտոմատ փակվում է, նույնն էլ հակառակը, եթե $512 465.4-ից բարձրացավ վերև, ես մինուս եմ գնալու, okay? Սա կարևոր է հասկանալը եւ այստեղ ունենք stop loss, take profit։ Այս ամենի մասին իրականում անվճար կուրսի մեջ նկարագրում եմ, ներկայացնում եմ ոնց է, ինչ է, հենց որ շատ չենք դիտարկի, այստեղ ենթադրենք, եկեք մի հատ short բացենք, որ ուզում եմ կեսով եւ այլն, okay? Այստեղ մի անգամից գործարքը ներքևը բացվում է, այստեղ տեսնում ենք, որ պլյուս է կամ մինուս է, հիմա այս պայդրությամբ այստեղ ունենք 0.07 մինուս։ Մեր գումարը 4 քանիս է եղել ընդհանուր եւ կախված այս գնից կբարձրանա թե կիչնի, արդեն պլյուս կլինի կամ մինուս կլինի։ Այստեղ մենք ունենք տարբեր, ուրեմն կտորներ, որտեղ որ կարողանում ենք close անենք, կարողանում ենք flash close անենք։ Սա շատ միանգամից ամենաթանկանոց գործարք փակելն է, այսինքն գործարքից դուրս է գալիս, եթե վաճառել ենք, ինքը առնում է այդ գնով, ամենավատ գնով է առնում, այստեղ close-ը կա, որ մի վայրկյան կարող ավելի երկար տևի, բայց այդքան թանկ չնստի։ Սա նախատեսված է համար, որ շատ արագ մաքրվենք գնանք։
Հետևաբար այստեղ ունենք copy trade, open trade եւ այլն, տարբեր գործողություններ կա, հա, position-ն է հիմնականում որտեղ որ տեսնելու ենք մեր գործարքը ինչա, ինչ չի։ Եվ այստեղ մենք կարող ենք ավելացնել take profit, stop loss։ Դա ինչպես ասացի, դասընթաց ունենք, այդ դասընթացով դուք անվճար դասընթաց ունենք, չնայած վճարովիով շատ ավելի խորացված դասեր ենք մենք տրամադրում եւ այլն։ Սա էլ մեր future-ային, ուրեմն գործարքներ, սա ինչի համար է կարևոր որ ձեզ ցույց տայի, որովհետեւ տեսեք future-ում մենք կարող ենք վաճառել մի բան, որ դեռևս մերը չի, օրինակ spot-ում պետքա առնենք մի բան, որ կարողանանք վաճառենք, այս պարագայում հակառակն է, որ մենք պարզապես կարող ենք վաճառել մի բան առանց դա ունենալու, երկու կողմի ոնց որ պայմանագիր է future-ային լինում, որ մի կողմը ասում է վերևա բարձրանալու, մի կողմը ասում է ներքևայցնելու, կախված թե որն է ճիշտ, որն է սխալ, այդ դեպքում բան է լինում։ Ով որ պլյուսով է փակում, այսինքն եթե short եմ ես բացել, այդ գնից ներքև իջավ ես պլյուս եմ, այդ գնից վերև բարձրացավ մինուս եմ կամ հակառակ տրամաբանությամբ, okay։ Այստեղ այս գրաֆիկայում մենք կարող ենք 5 րոպե, 1 րոպե, 10 րոպե դիտարկել, տեսնել գրաֆիկական պատկերը, եթե մեզ այն հետաքրքիր է, կարծում եմ այսքանն է, որը որ մեծ հաշվով ձեզ պետք է հասկանալ։ Հաշվի առեք, որ սա շատ թեթև վիդեո է, որտեղ որ զուտ բացատրում եմ հիմնական կարևոր բաները։ Okay, սա է։ Եկեք գործարքը նույնպես փակենք, որ դուք հասկանաք ոնց է սա տեղի ունենում։ Հիմա այս պահի դրությամբ ինչքան մինուս 4%։ Կարող ենք սպասել, կարող ենք չսպասել։ Իրականում սա զուտ ձեզ ցույց տալու համար է, իրական գումար է, բայց այս նույն տրամաբանությամբ կարող եք demo trading-ով զբաղվել։ Այստեղ կարող եք գումար ավելացնել, օրինակ 20,000 ենթադրյալ փողեր են, էլի։ Ու այդ 20,000-ով դուք արդեն բան անեք, սկսեք աշխատել։ Իհարկե միշտ խրախուսվում է, որ նույնիսկ եթե demo account ունեք եւ այլն, նախ սովորեք, հասկացեք ձեզ դա դուր է գալիս թե չէ, որտեղ ոչ բոլորի համար է նախատեսված trading-ը, թե իր լարվածության համար, թե իր բովանդակության։ Հենց որ հասկացեք ձերն է ձերը չի, նոր trading-ի մեջ փորձեք արդեն հետաքրքրվել, գործարքներ բացել, փակել եւ այլն։ Մի խոսքով, լավ, այստեղ մենք փակում ենք flash close ունենք, մեկը close ունենք։ Այս close-ը սենց ենք անում, չի փակում, flash close-ով եկեք փակենք, լավ։ Ինչ պատճառից ելնելով չէր ուզում փակեր։ Հիմա այստեղ order history-ում տեսնում ենք, որ ուրեմն բացել ենք եւ փակել ենք, position history մեջ էլ տեսնում ենք, որ այստեղ 20x-ով short ենք բացել։ Այսքանը։ Այստեղ ուրեմն մեր account balance-ն է 8.64 է մնացել, այն նախնական $10-ը, որ փոխանցում արեցինք, հետո 9-ներ մնացել եւ այլն։ Okay։ Այսքանն էր future-ային trading-ի կտորը։ Եթե ցանկանում եք ավելի խորացված trading սովորել, ոնց արվում, ոնց չի արվում եւ այլն, պարզապես հաշվի առեք, որ այն դասընթացը, որ նկարահանած ունենք 270,000 դրամանոց, ինքը շատ խորացված, շատ մեծ գիտելիքներ եք դուք ստանալու, հենց որ հղումը ներքևում եմ թողում, եթե ձեզ կհետաքրքրի այն։ Կհանդիպենք հաջորդին, առայժմ։